Լոռու մարզ, Հայաստանի կանաչ սիրտը։ Գիտեք, որ Լոռու մարզը համարվում է Հայաստանի ամենաանտառապատ մարզը։ Մարզի տարածքի գրեթե կեսը ծածկված է անտառներով, ինչի շնորհիվ այն հաճախ անվանում են Հայաստանի կանաչ սիրտը։ Լոռու պատմությունը սկսվում է հազարավոր տարիներ առաջ։ Այս տարածքը եղել է պատմական գուգարք աշխարհի կարևոր մասը, իսկ 10-րդ դարի վերջում այստեղ հիմնադրվել է Լոռու թագավորությունը։ Թագավորության հիմնադիրն էր Դավիթ Անհողինը, որը կառուցեց հզոր Լոռի բերդը։ Միջնադարում բերդաքաղաքը շրջապատված էր բարձր պարիսպներով, ուներ գաղտնի անցումներ, եկեղեցիներ, շուկաներ և հազարավոր բնակիչներ։ Այն համարվում էր իր ժամանակի ամենաամուր ամրոցներից մեկը։ Սակայն Լոռին հայտնի է ոչ միայն իր պատմությամբ, այլև հիասքանչ բնությամբ։ Այստեղ են հոսում Դեբետ, Ձորակետ և Փամբակ գետերը, որոնք միլիոնավոր տարիների ընթացքում ստեղծել են խոր կիրճեր և աննկարագրելի գեղեցիկ տեսարաններ։ Ամռանը լեռները ծածկվում են խիտ կանաչով, իսկ աշնանը ամբողջ մարզը վերածվում է ոսկեգույն և կարմիր գույների մի հսկայական բնական կտավի։ Հենց այստեղ են գտնվում աշխարհահռչակ Հաղպատ և Սանահին վանական համալիրները, որոնք ավելի քան 1000 տարվա պատմություն ունեն և ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այս վանքերում ժամանակին գործել են դպրոցներ, գրվել են ձեռագիր և կրթվել բազմաթիվ գիտնականներ ու հոգևորականներ։ Լոռու մարզում է նաև Ստեփանավանի հայտնի դենդրոպարկը, որտեղ աճում են հարյուրավոր հազվագյուտ ծառատեսակներ աշխարհի տարբեր երկրներից։ Սա Հայաստանի ամենայուրահատուկ բնական այգիներից մեկն է։ Հետաքրքիր փաստ. Լոռու Դսեղ գյուղում է ծնվել հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, ում ստեղծագործությունները թարգմանվել են տասնյակ լեզուներով և այսօր էլ սիրված են ամբողջ աշխարհում։ Այսօր Լոռու մարզի վարչական կենտրոնը Վանաձորն է, Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաքը։ Տարեցտարի մարզը գրավում է ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների, որոնք գալիս են վայելելու անտառները, ջրվեժները, պատմական հուշարձաններն ու մաքուր լեռնային օդը։ Եթե երբևէ այցելեք Լոռի, կհասկանաք, թե ինչու են այն անվանում Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից մեկը։ Այստեղ յուրաքանչյուր ճանապարհ պատմություն ունի, յուրաքանչյուր լեռ իր գաղտնիքը, իսկ յուրաքանչյուր անտառ իր կախարդանքը։ Բաժանորդագրվեք Գիտակետ ալիքին և միասին կբացահայտենք Հայաստանի ու աշխարհի ամենահետաքրքիր պատմություններն ու փաստերը։